Ողջույն 24-ի եթերում հետագիծն Էվես Նարեգալեսյան ու այս պահին ես հյուրընկալել եմ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին։ Պարոն Շարմազանով, ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Տեսեք, պարոն Շարմազանով, այս պահին խորհրդարանում մենք մինչեւ 3 քանի որ ցերեկն ենք ձայնագրվում, երեկոյան ընդհանրաբար արդեն արդյունքները հայտ կնեն ու վստահաբար որ ԿՊ կտա համաձայնություն, բայց քնում երկու падգամավորի Հովիկ Աղազարյանի եւ ձեր կուսակից ընկեր Տարոն Մարգարյանի Երևանի նախկին քաղաքապետի հարցը։ Ֆրակցիաները դողեցին կամ առնվազն հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը եւ այլն, բովանդակային քննարկման մեջ չեն մտնելու։ Սա արդյոք մի տեսակ չի թույլատրում, եթե Հովիկ Աղազարյանն ինքնին պաշտպանում է, բայց քանի որ Տարոն Մարգարյանն էլ հրաժարվել խոսել, Տարոն Մարգարյանի դիրքերը եւ մարդկանց մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ Տարոն Մարգարյանը օրինակ իսկապես քրեական ինչ-որ պատմության մեջ է մտել, բայց հիմա չի խոսում այն հատուկ քաղաքականացնելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ կարծում եմ այսօր դժվար հասցնեն այդ խնդիրը ավարտել, որովհետև 4:30 կառավարության հարցը պատասխանն է, ամենայն հավանականությամբ քվեարկություն տեղի կունենա վաղը։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Տարոն Մարգարյանին, ապա մեր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը արել է օրեր առաջ համապատասխան հայտարարություն, պաշտոնական հայտարարություն, որտեղ Տարոն Մարգարյանի դեմ ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական քրեական գործերի հարուցումը, այո, համարում է հերթական քաղաքական շոուն եւ քաղաքական հետապնդումը Հանրապետական կուսակցության եւ առհասարակ ընդդիմության դեմ։ Մենք մեկ անգամ չէ որ նշել ենք, որ Տարոն Մարգարյանի դեմ այս քրեական գործը շինծու գործ է, որը բեմականացված ներկայացում է եւ նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել հերթական կապիտուլյացիոն ակտից կամ հերթական պարտավորական քաղաքականությունից։ Ոստի Տարոն Մարգարյանն է շատ պարզ իր հայտարարության մեջ, որը 3 արեց, շատ պարզ նշել է, որ ինքը կարծում է, որ պետք չի մասնակցել այդ կրկեսին, որովհետև դա ի սկզբանե պատվիրված համերգ է, իսկ մենք պատվիրված համերգներին չենք մասնակցում։ Այնտեղ չկա իրավական որևէ գործընթաց։ Այս գործը 7 տարի քննվում է, այս գործը վաղեմությունով պետք է կարճվեր, եւ շատ պարզ է, որպեսզի վաղեմությունով չկարճվի, դեմոկրատիա Տարոն Մարգարյանի գլխին պահում են, հոդվածը փոխում են, սարքում են փողերը լվացում, որ եւս 5 տարի դեմոկրատիա լինի Տարոն Մարգարյանի գլխին եւ իրանց խելքով փորձեն նաեւ դիսկոմֆորտ պատճառել ընդդիմադիր հանրապետականին։ Ընտրություններից առաջ մի հատ էլ կալանավոր են Տարոն Մարգարյանի։ Դե սրանց պահով կարծինի շյասի, էլի։ Սրանցից ոչ մի բան անսպասելի չէ, պետք է ամեն ինչը սպասենք։ Ես առաջին օրվանից, երբ որ 18 թվականը եղել է, նաև ձեր տաղավարում տարիներ առաջ ասեմ, որ մենք հանրապետականներս պատրաստ ենք այդ պայքարին։ Մենք հասկանում ենք, սա գիտակցված պայքար է, եւ Արմեն Աշոտյանի շուրջ 2 տարվա կալանավորումն էլ արդեն դրա վկայությունն է։ Բայց արդեն համը հելնում է, էլի Արմեն Աշոտյանի պարագայում, հիմա էլ արդեն տնային կալանքի տակը ոչ մի կերպ չեն կանոն շփվել, ուստի կամերաներով ողջույններս։ Հաղորդումից հետո ես գնալու եմ շփվեմ եւ ձեր ողջույնները կփոխանցեմ։ Ես մատել եթերով եմ ողջունում գերոջս։ Այո, կփոխանցենք։ Անցնենք առաջ։ Այո։ Պարոն Շարմազանov, անվանեցիք կապիտուլյացիա։ Ասացիք կրկնակապիտուլյացիայի կամ կապիտուլյացիայի ակտ։ Ինչու եք դուք այն կոչում կապիտուլյացիա, երբ որ դեռևս փաստաթուղթը հրապարակված չէ։ Տեսեք։ Եւ դուք մեծ հաշվով ինչպես ես ծանոթ չենք ամբողջ մանրամասնությունները։ Մենք ծանոթ ենք փաստաթղթին կամ ասենք 17 կետերին ադրբեջանական պաշտոնյաների եւ Հայաստանի վայ պաշտոնյաների խոսքերից եւ Ալիևի պահանջներից։ Այնտեղ մենք տեսնում ենք, որ գերիների մասին ընդհանրապես խոսք չկա։ Լավ։ Այնտեղ երկու կողմերն էլ ասում են, որ խոսք չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք օկուպացված տարածքից։ Հերթով գնանք, պարոն Շարմազանov։ Դուք ասեք, ես իրենց հակապաստարկը ասեմ, ըստ դրա գնանք։ Առաջին ասպեկտ չկա գերիների մասով։ Երեք Ալեն Սիմոնյանը ասաց, որ պատկերացնում եք ասաց, այս գործընթացը կարող է շատ երկար տևել։ Պարոն Գալստյան, ես ավարտեմ, հետո կսկսենք։ Չէ, բայց ավելի լավ չի հերթով ամեն մի ձեր։ Չէ, որովհետեւ դասական գործիչներին, որ ասում եք, ես խառնվում։ Ամեցեք, լավ, ամեցեք։ Հիմա տեսեք, գերիների խնդիր չկա այդ պայմանագրի մեջ։ Մեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացված տարածքի Ադրբեջանի կողմից ազատում չկա։ Արցախահայերի վերադարձի հարց չկա։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Բան այն 4 գյուղերի հարցը չկա։ Ինչ 4 գյուղ։ Որ գրավել են, պետք է հետ վեկալ են, որ իրանք մտել են։ Տավուշի մասին։ Այո, այդ չկա։ Արևմտյան Ադրբեջանի այդ խոսույթը չկա, որ չի բացառվում։ Ճիշտ է։ Չկա Ալիևը ասում է, որ սա առաջի փուլն է, երկրորդ փուլում էլ դեռ պետք է Հայաստանի Հանրապետությունը սահմանադրություն փոխի։
Ճիշտ է թե չէ։ Հաջորդը խոսք է գնում Միսկի խմբի համանախագահության ձևաչափը առհասարակ ոչնչացնելու, իսկ եթե Միսկի խմբի համանախագահության ձևաչափը դե յուրե ոչնչացվում է, սա հետական ուղիղ քարտ բլանշն է Ալիևին Հայաստանը եւ Արցախը անվանել սեպարատիստական ուժեր եւ մենք բոլորս կարող ենք Ալիևի տրամաբանությամբ հայտնվենք Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդյանի կողքը, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը ասում է ԵԱԿ Միսկի խումբ չկա, Արցախը միշտ եղել է Ադրբեջան, ապա Նարեկ Գալստյանն ու Էդուարդ Շարմազանովը Արցախում ինչ են արել։ Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատել են։ Հաջորդ, այո, եւ ամենակարևոր բանն է, որ ուզում եմ ես ասել, նման պայմանագրերը կանգնվում են միջնորդներով։ Միջնորդը ըստ Նիկոլ Փաշինյանի ինքը ֆիքսել է, իրան թվում է միջնորդը խոս տանող բերողն է։ Միջնորդը խոս տանող բերողը չի, միջնորդը երաշխավորն է, որը պետք է լինի Միսկի խմբի համանախագահությունը կամ գոնե նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը։ Սկսենք վերջից։ Հիմա տեսեք, երբ որ դու պարտվածն ու հաղթածը իր հետ պայմանագիր են կնքում առանց երաշխավորի, վաղը ո՞րն է այդ երաշխիքը, որ Ալիևը այդ ճակերտավոր պայմանագիրը ստորագրելուց հետո վաղը չի տալու իր թորնիկին, ասի հազար ներողություն, գնա տուտուզը ծրփի Ազիզջան, սա արդեն Զուքարանի թուղթ է, ով է ասելու, ասի Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, վայ, Իլհամ Հեյդարիչես ինչ է այս բան անում, ով է երաշխիքը, որ դա մի վայրկյան հետո Ալիևի թորնիկի ունիտազում Զուքարանի թուղթ չդառնա, ով է գարանտիան տալիս։ Պարոն Շարմազանov, սկսենք վերջից։ Սկսենք։ Միջնորդների գարանտիաների հետ երաշխավորությունների հետ կապված։ Վերջին իր ասուլիսում, ներողություն հարցազրույցում հանրային հեռուստաընկերության, ասում է, լավ է Փաշինյանի մասն եմ խոսում, ասում է 2022 թվականը ձեզ համար դաս չեղավ, որ միջնորդներ, գարանտիաներ, երաշխիքներ, այդ ամեն ինչը այլևս չի աշխատում։ 2022 թվականը։ 2022 Այո, դե ջերմուկն է ասում։ Հենց հիմա իրան ինքը ոնց էր ասում, քուանշում եմ։ 2022 թվականը կանգ է առվել Ռուսաստանի Դաշնության Պուտինի միջնորդության արդյունքում։ Նիկոլի ներկայությամբ Մոսկվայում վիդեոները կա։ Դուք էլ հրապարակել եք։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սեպտեմբերի 13-14-ի դեպքերը 22 թվականի կանգ առավ մի օր հետո բացառապես Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդության եւ խիստ զանգի արդյունքում։ Այստեղ հարցը այն չի, մի վարքյան, բա որ Ռուսաստանի միջնորդություն, հիմի այն ժամանակ մի օր հետո, կրկնում եմ, մի օր հետո Ռուսաստանը կանգնեցրեց։ Ըստ իմ կողմից հարգված նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ռուսական զորքերը նաեւ եկան Գեղարքունիք հասան եւ պաշտպանեցին։ Ըստ Բագրատյանի, ես այդ տվյալները չունեմ, Հայկ Նահապետյանն էլ ասում է եկել են Վայոց ձորի։ Հայկ Նահապետյանն էլ ասում եւ ֆիքսենք, իշխանությունը չի հերքել դա։ Բայց կրկնում եմ, Նիկոլի ներկայությամբ Ալիևը ասել է, որ Ռուսաստանը կանգնեցրել է մի օր հետո այդ պատերազմը։ Հիմա ոչ Ռուսաստան միջնորդ կա, ոչ Ամերիկա կա, ոչ Ֆրանսիա կա։ Ալիևը որ վաղ այդ փաստաթղթից հետո ստորագրեցին, դրանից հետո հարձակվեց։ Ո՞վ է կանգնեցնելու։ Նիկոլն ում է դիմելու։ Էրդողանին։ Գիրքը ձեռը վեկալո գնալու է Էրդողանին։ Իդեպ Հայաստանի իշխանության մեջ կա որոշակի տրենդ են առնում, որ կարող են Ալիևի եւ Էրդողանի մեջ սեփ խրել եւ դրա համար մեկ-մեկ Թուրքիային ռևերանսներ են անում, իսկ Ադրբեջանին այսպես ասում են, չէ, սրանք քխեն։ Լավ, մի բան է ուզում ասեմ, բայց չասեմ, 18+-ա չասենք, լավ անցնենք։ Դուք արդեն իմ վերնագիրը տվել եք այսօրվա հաղորդման տակ, ուրեմն կարող եք ասել։ Հիմա վերադառնալով 22 թվականին, այստեղ հարցը հետեւյալի մեջ է, որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ ունեցել է ներխուժում, այսինքն ներխուժել է մեր տարածք ու ՀԱՊԿ-ը չի արձագանքել։ Ինքը դրա մասին է խոսում։ Ինքը դրա մասին է խոսում։ Ինքը սուտ է խոսում, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքել։ Քաղաքական հայտարարություն չկա։ Ուրեմն ինչ հայտարարություն։ 2022 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողով է Երևանում եղել։ Թե 23-ին, 22-ի նոյեմբերին հայ ՀԱՊԿ գագաթնաժողով է եղել։ 23-ին արդեն ՀԱՊԿ-ի հետ լավ չէինք։ Պուտինի ներկայությամբ Արգոս դախարները փաստաթուղթ էին համաձայնեցրել, Արգոս դախարները, այդում Արադ Միրզոյանը փաստաթուղթ էին համաձայնեցրել, ըստ այդ փաստաթղթի ՀԱՊԿ-ը պետք է Հայաստանին տրամադրեր ռազմատեխնիկական օժանդակություն, այդում նաև սպառազինության, ՀԱՊԿ բաները, խաղաղապահները գալու են, դիտորդական առաքելությունը գալու են կանել այդ երկայնքում, ես զորավարժություններ պետք է իրականացնեն։ Զորավարժությունները որ անում են, զերքը մնում է Հայաստանում, այդ որպես նախկին պաշտոնյա եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց։
ասեց քաղաքական հայտարարություն մի արեք։ Քաղաքական Ֆրանսիան էլ քաղաքական հայտարարություն արավ։ Ֆրանսիայի Փարիզի քաղաքապետն եկավ, ասեց Հակարիի կամրջին նայեց, ասեց վայ, լացեց մի հատ, վերջում Արցախը հայաթափվեց։ Մեզ պետք է որպես պատմաբան ասեմ, սուտի քաղաքական հայտարարություն, թե իրական գործի դրարման։ 20 թվականի 1920 թվականին Վուդրո Վիլսոնը քաղաքական հայտարարություն արեց։ Իրավարար վճիռ, Սևրի պայմանագիր, տարապում ենք Սևրի իրավարար վճիռ արեց, ես գրեց Շատերի մոտ էլ դա փեշակի է։ Այո, մի բան է, բայց իրավարար վճիռը գրելուց երկու օր հետո թուրքերը Ալեքսանդրապոլը գրավեցին։ Հիմա մեզ պետք է սիրու խոսքեր լսել, թե իրական օժանդակություն։ Նիկոլ Փաշինյանը մնացել է անորակ թերթի խմբագրի PR-շիկի մակարդակի։ Իր համար կարևորը լուրերն է, քաղաքական հայտարարություն։ Ֆակտ եմ ասում, ՀԱՊԿ-ը 22 թվականի նոյեմբերին Պուտինի գլխավորությամբ համաձայնեցրել էր եւ ռազմական օժանդակություն, եւ սպառազինության ապահովում, եւ ՀԱՊ դիտորդներ, եւ ՀԱՊ զորավարժություն։ Բոլորից հրաժարվեց։ Ումից ա նեղանում։ Ես ամենևին այն կարծիքին չեմ, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ չկան։ Իհարկե կան խնդիրներ։ Ես ամենևին այն կարծիքին չեմ, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան։ Բայց Նիկոլ Փաշինյանը, եթե այդ խնդիրներն եղել են 10%, սարքել է 100%։ Եվ Նիկոլ Փաշինյանի այս Հայաստանի վիլայեթացման գործընթացը սկսել է, երբ որ ինքը բոլոր միջազգային հարթակներում վատթարացել է հարաբերությունը ռուսական աշխարհի հետ։ Հիմա կարելի է հարցը ստանալ։ Իհարկե կարելի է, բայց եկել են որ հարցերը ստանալ։ Շնորհակալ եմ։ Այնուամենայնիվ, ձեր նշածները Փաշինյանը օգտագործում է այսպես, այո, այսպես ներքին մաներով մեսիջներով լավագույն պայմանագիրը չի, որ մենք ենթադրում ենք, այո, ինչ որտեղ խնդիրներով է, բայց սա միակ հասանելի փաստաթուղթն է այսօր, որը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն։ Երկրորդ քուանշը։ Ընդդիմությունը, երբ որ խոսում է պատերազմի երկրորդ մասին։ Ես խաղաղություն եմ, դուք պատերազմ։ Գլուխը պատով ա տալի։ Երկրորդ քուանշը, հարգելի պարոն Գալստյան, փաստերով։ Ես Փաշինյանի փոխարեն սրեմ ձեր թույլտվությամբ։ Այո, սրեք պրոստը իրանը բանա ջրվում է, իր 4 թուղթը 10-երով, այմը վալետներով է։ Հասկացա, Հիմա ասեմ, դաժե իրանը 10-երով չի, 7-երով է։ Չի ասում ուրեմն։ Всё, իհարկե չի ասում։ Հիմա փաստերով ասեմ։ Տեսեք։ 20 թվական դեկտեմբեր, նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածության արդյունքում մեր զորքերը Արցախից տեղափոխվում են դեպի Սյունիքի լեռներ։ Նիկոլ Փաշինյանին հարց ենք տալիս, ինչու է անում։ Իր թիմը ասում է, որ դե արեցին, որ Ադրբեջանը չհարձակվի։ Դրանից մի քիչ հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը Նիկոլ Փաշինյանը զիջում է Ադրբեջանին, միջպետական ճանապարհը Երևան-Թեհրանի 21 կիլոմետրը զիջում է Ադրբեջանին, այդտեղ ադրբեջանցիք դնում են մաքսակետ, ուղիղ հարց ենք տալիս, ասում ենք ընկեր վարչապետ կամ վարչապետի պաշտոնը զավթած, ոնց ուզում եք ընտրեք։ Ինչու եք այս միակողմանի զիջման գնում, որ մանավանդ այդ խնդիրը ներառված չի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Ասում է, եթե դա չանեինք, Ադրբեջանը միջանցք կուզեր։ Դա էլ է տալիս։ Ասում է միաժամանակ 22 թվականի օգոստոսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հանձնում է Լաչինը, Սուսը, Աղավնոն։ Նիկոլ Փաշինյանը Լաչինը ո՞նց է հանձնում։ Ո՞վ է, բայրաստորագրությունը ո՞վ է։ Հա, նկատի ունեք զորքերի տեղ։ Զորքերը հետ է քաշում, իհարկե։ Մի հատ էլ ողջունում են։ Ասում ենք, ես ինչ եք անում, մի հատ հատուկ դեսպան ունեինք, հիմա դարձել անդիմադիր։ Հատուկ դեսպանը, որը Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացնողն էր այդ ժամանակաշրջանի, ասում է, դրա բանը այլընտրանքը միջանցքային տրամաբանություններ։ Այդքան եղավ։ Այդ ընթացքում 21 թվականի մայիսին Ադրբեջանը գրավում է 41 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից, Սոտքի մեկ էլ Սև լճի շրջանում, եւ ասում է Հոսեվ լճի 30%-ի համար հո պատերազմ չէի սկսելու, որ պատերազմը սկսեի, Ադրբեջանն էլի կգրավել, էդ էլ տվեց, էլի Ադրբեջանը չհանգստացավ։ Դրանից հետո 22 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը հարձակում է Ջեյմուկի ուղղությամբ 200 քառակուսի կիլոմետր տարածք ասնում է Ադրբեջանին, Նիկոլը էլի դրանից հետո ասում է դե բան չանենք, չդիմենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, էթնիկ զտում չանենք, ես չանենք։ 23 թվականի սեպտեմբերին տեղի անում Արցախի նկատմամբ ցեղասպան գործողություն։ Նիկոլ Փաշինյանը մտնում է ուղիղ եթեր եւ հայտարարում է, որ էթնիկ զտման վտանգ չկա եւ ինքը չի ներքաշվելու պատերազմի մեջ։ Այդքանից հետո
Ալիևը շարունակում է իր խոսույթում Հայաստանի մեծ մասն անվանել Արևմտյան Ադրբեջան, խոսել տարածքային նկարտումներից, պահանջել Հայաստանի Հանրապետությունից սահմանադրության եւ նոր սահմանադրության ընդունում, պահանջել Հայաստանի Հանրապետությունից անկախության հռչակագրից հրաժարում։ Մի երկու բանը ես կարող եմ ավելացնել, բայց ինչ կապ ունի իմաստը։ Լիքը կապ ունի, իմաստը էս է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, «Էս դիճեն խաղաղություն կբերենք»։ 21 թվականին, որ ասեց խաղաղություն։ Այլընտրանքը ախր մի վարքյան, ինչ որ դուք ասում եք, այդ ամեն ինչից ես համաձայն եմ։ Այլընտրանք ասեմ որ։ Չէ, մի վարքյան, ինչ որ համաձայն եմ։ Բա որ համաձայն եք, չէ, ասեմ, այդ պատմության հետ եմ համաձայն։ Շարունակությունն էլ ասեմ, հիմա էլ այսօր արտգործնախարարությունը հրապարակեց Միրզոյանի հարցազրույցը բրազիլիական թերթերից մեկին, այնտեղ կար նաև, որ Միրզոյանը իր բերանով ասում է, որ Ադրբեջանը սպառազինության սահմանափակման խնդիր է մեր առջև դրել։ Սա էլ Դա մի սա կապիտուլյացիա թե սա էլ իմ կողմից չէ, մի ներողություն։ Բայց այս ամեն ինչը իրանք փաթեթավորում են, ասում են, սա պարտության դառը հետևանքներն են։ Հասկացա։ Հակառակը պատերազմն է։ Ախպեր ջան, այդ պարտությունն ով է բերել։ Իրանք են բերել, ժողովուրդը նորից իրանք ընտրել է, դա ինչ կապ ունի։ Չի ընտրել այդ ժողովուրդը։ Ոչ չի ընտրել։ 21 թվականի նոմա ընտրել, ես եմ ընտրել։ Չի ընտրելու, որովհետև խափել է ժողովուրդը։ Չէ, որովհետև խափել է, Նարեկ ջան։ Այդ չի ընտրելու հավատին հասկանալ է, թե։ Խափել է, ինչի է ընտրել։ Գնացել է ժողովրդին ասել է Շուշին հետ են բերելու, հադուտի դեօկուպացիա, Արցախի անջատում հանուն փրկության։ Դրանով չի գնացել։ Okay։ Հիմա էլ ասում եք ժողովուրդ ջան, ոնց որ այն ժամանակ խափեց, հիմա էլ է խափում Նիկոլ Փաշինյանը եւ խաղաղությունը, պարոն Գալստյան ջան, դրանք իրար հետ կապ չունեցող բաներ են։ Եվ ուզում եմ ասեմ, ավարտեմ։ Ախր դա գնահատականն է, բայց լուծումը չկա այս ամաչի։ Ու ոչ մեն է դու արշավազան, ոչ մեկը չի կարող այդ լուծումը։ Լուծումը տալիս եմ։ Ես չեմ ասում որ դայախտում են կլնելու։ Լավ, լուծումը։ Լուծումը, ինչի լուծումը։ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում այդ թուղթը։ Ադրբեջանը Եթե ասեմ ստորագրի, չստորագրի, թուղթը ոչի բանի արժեք չունի, արդեն ասում եմ։ Anyway, Ադրբեջանը գտնում է կազուս բելի է գտնում ու հարձակվում է, ինչ են կարող։ Ավարտեմ, էլի, տեսեք։ Նիկոլ Փաշինյան, սա նախ ֆիքսում ենք մի բան, սա խաղաղություն չի։ Չի կարող բռնաբարվողը եւ բռնաբարողը կներեք այս բառապաշարի համար, խաղաղության մեջ լինեն։ Դա տրվել է։ Մեկը տիրում է, մեկը տրվում է։ Դա խաղաղություն չի։ Հիմա մենք չէ կարող Շարլ դե Գոլը, Ստալինը, բանը Ռուզվելտը եւ Չերչիլը մի կողմից վերջում Էյզենհաուերը հա վերջում եւ բանը գեներալ ֆելդմարշալ Կեյտելը դել է խաղաղություն դա Գերմանիայի կապիտուլյացիա է մեր ասածը հետեւյալն է որ ժողովրդի մի խափեք կապիտուլյացիան մի ներկայացեք որպես խաղաղություն բռնաբարվելը մի ներկայացեք որպես հաճույք ստանալ դա հաճույք չի իմ ասածը սա է երկրորդը լուծումը շատ բարդ է լուծումները բայց լուծումը որպեսի լինի առաջին ճանապարհը սրա հեռացումն է երկրորդը պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ շատ բարդ է, ես չգիտեմ ռուսները կհամաձայնվեն, չեն համաձայն, բայց այսօր մենք ունենք դեռ մինչև նոյեմբերի 9-25 թվական մի այլ փաստաթուղթը, որը դե յուրե դեռ գործում է։ Հիմա պարոն Շարմազանյան, այդ բառակապակցությունը նոյեմբերի 9-ի հենց ասվում է, այն անմիջապես։ Ես sense մի անգամ ինչ-որ մետեղից պուլտ եմ միանում ու այդ պուլտով սկսվում է հետևյալը։ Դուք ուզում եք, որ Հայաստանի եռագույնի փոխարեն կախված լինի այլ տրիկալոր, դուք գուբերնիստներ եք, դուք ուզում եք Հայաստանը օկուպացված լինի Ռուսաստանի կողմից, մենք ակազվեցը, այս ընթացքում բարձրացրել ենք Հայաստանի ինքնիշխանությունը ու շատ մարդիկ ավարտեմ, հավատում են դրան, ասում են իսկապես, ասում են գուբերնիստները եկել մեզ ուտում են։ Շատ մարդկանց էլ ես գործ չունեմ, որովհետև շատ մարդիկ Սոկրատի մահապաժի են ենթարկում, շատ մարդիկ էլ Հիսուսին խաչում են բառաբային Աստվածացնում կամ արդարացնում։ Ասում բաց տող։ Հիտլերին էլ գնում ընտրում 99%-ով։ Նիկոլին էլ։ Հիմա դե շատ մարդիկ այդպես չի։ Դեռ այդ պատմական ֆիգուրների մեջ պարոն Շարմազան, դուք որպես պատմական պետք չի այդ անունները շահ։ Հիմա դե վատ դեպքերն ասում ենք, էլի։ Հիմա տեսեք։ Ի՞նչն է խնդիրը։ Ինչ հարց տվեցիք։ Ասում եմ, ինչ որ դուք ասում եք այդ ամեն ինչի արդյունքում, դե ասում եք դուք գուբերնիստներ եք։ Հասկացա, լավ, հասկացանք։ Նախ գանք իրանք ինչ են։ Թուրքի շահերապահով ինքնիշխանություն բարձրացնում։ Ինքնիշխանությունը ոնց են բարձրացնում։ Ալիևի ոտեի տակ ֆուտբոլի գնդակի կարգավիճակ Ալիևը տշում է Էրդողանի մոտ, Էրդողանը տշում է Ալիևի մոտ։ Կրկնել եմ, Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության գնդակը իրենից ավելի շատ սուբյեկտայնություն ուներ, քան Նիկոլ Փաշինյանի ամբողջ իշխանությունը։ Սերժի գնդակը ավելի արժեք ուներ, քան Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական արժեք, քան Նիկոլ Փաշինյանի սուբյեկտայնությունը։ Ինչի մասին է։ Լավ, նոյեմբերի 9-ին որ իսկ իրանք ինչ են ուզում։ Ավարտան իրանք ինչ են ուզում։ Հայաստան դարձ
Հայաստանն ուզում է վիլայիտ դառնա։ Չէ, մի րոպե, նոյեմբերին է որ վերադառնում են։ Նոյեմբերին լավ միջանց չկա, Օվերչուկը 1000 անգամ հայտարարել է։ Կամ ռուսական զորքերի FSB-ի վերահսկողությամբ ճանապարհ են տալի ադրբեջանցիքին։ Իմ կարծիքն եք ուզում, Հայաստանը իշխանափոխությունից հետո պետք է հարաբերությունները խորացնի Ռուսաստանի Դաշնության հետ, то պետքա երկու ռազմական բազաներ բերի մի հատ դնի բանում Սյունիքում։ Էդ եք ուզում, պետք է բերի դնի։ Բոլոր բանում հարաբերություններում էլ ինտեգրման ավելի խորացնի ինտեգրացիայի մակարդակը 30 տարի երբ որ Ռուսաստանն եղել է Հայաստանի իրական դաշնակիցը Հայաստանը եղել է Ռուսաստանի իրական դաշնակիցը Հայաստանը հաղթած է եղել ու դա Նիկոլի Կիրթու կառուցողական ընկեր Իրան քաղաքական գործիքի տեղ դրած Ալիևն ասել երբ որ 21 թվականի հունվարին հայտարարեց որ 30 տարի Ադրբեջանը բոլոր միջազգային հարթակներում պարտված է եղել Հայաստանին դա եղել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արդյունքում երբ որ Հայաստանը տեր է ունեցել Իդեմս Սերժ Սարգսյանի նորմալ ղեկավար է ունեցել 16 թվականի պատերազմից հետո հապկը արել է քաղաքական հայտարարություն այդ ոնց է որ Նիկոլն ասում է քաղաքական հայտարարություն հապկը չարեց որտեղ աշխարհական իրավիճակը ոչ մի բան չի փոխվել ակնհայտ է որ փոխվել է ոչ մի բան չի փոխվել այն ժամանակ բախում Բաշարազան Ռուսաստանը մեզ չէր ասում մենք ստատուս քվո չենք մի վարքյան 2014 թվականից աշխարհական իրավիճակը փոխվել է այո Ղրիմի պատասխանատվի մասին եմ խոսում հասկացա բայց ակտիվ ռազմական գործողությունը մի բան է եթե Նիկոլ Փաշինյանը չլներ այս իշխանության ղեկավարը պատերազմը չէր լինի 100 անգամ ձեր մոտ ասեմ հիմա էլ կրկնում եմ երկրորդելով Լևոն Զուրաբյանին 19 թվականի հունիսի փաստաթուղթը հրապարակի Նիկոլ Խովայևի երբ որ հունիսի 20-ին դա այսպես կոչված Լավրովյան ծրագիրն է Խովայևի չէ 19 թվականին Պապովի համանախագահ երկրների 19 թվականին ասում եմ դա ինչ փաստաթուղթ է Պապովն ասել է 21 թվականի հունվարի 13-ին Ժողովրդի համար եմ ասում։ Պարոն Շարմազանov, Հայաստանը դուք պատմաբան եք, հասկացանք, լավ, դուք պատմաբան եք։ Գերմանիան երբ որ կնքեց կապիտուլյացիա, այո, առաջինում Վերսալի խոսքը գերմանական հասարակությունը, հա, գերմանական հասարակությունը Փարիզի համաձայն խաղաղության բան համաժողով եւ հետո Վերսալում կնքված համաձայնագրից հետո գերմանական հասարակությունը ոտքի կանգնեց եւ ըմբոստացավ Գերմանիայի կայզերը հրաժարական տվեց հրաժարվեց գայից հետո ընդդասեցին իշխանությունը մեկը մյուսին փոխել Վայմարյան կառավարությունը բանը բայց երկիրը եռում էր այո հիմա դուք ասում եք Հայաստանը կնքել է կապիտուլյացիա հա Հայաստանը եթե կնքում է կապիտուլյացիայի դեմս Նիկոլ Փաշինյանի, ապա մեր այն ժողովուրդը եւ մեր ընդդիմությունը, որը որ պիտի առաջնորդի այս ժողովրդին, պետք է առնվազն այսօր հրապարակում լինեին։ Ես այսօր առավոտյան եղել եմ հրապարակում եւ այնտեղ ոչ մի ընդդիմադիր չկար։ Այնպես չի որ հրապարակում ընդդիմադիրներ չեն եղել։ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո եղել են արդյունք եղել է արդյունք չկա այլ բան հասկացանք բայց պետք չի ընդդիմությանը կարող մեղադրեք արդյունքի չհասնելու մեջ բայց չպայքարելու մեջ պետք չի մեղադրել 3-4 հուշկու շարժում ա եղել եւ այդ հրապարակները լցվել են։ Եվ այս 7 տարվա մեջ ավելի շատ, մանավանդ վերջի 4 տարվա մեջ ավելի շատ ընդդիմադիր շարժում ա եղել, քան 20 տարվա, նախկին 20-25 տարվա ընթացքում։ Սա ակնհայտ է։ Հա հիմա չենք ասել, հասել եմ ինչի չենք ասել։ Նախկին 20-25 տարվա պատմությունը հասկանալի է, որովհետեւ Արցախ ունենք կներեք, այս վիճակում չենք։ Հիմա մենք նույն վիճակում ենք, այստեղ արդյունանալու խնդիր չունեմ։ Ես պարզ ասում եմ իմ կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության Առաջինը արտաքին օժանդակության ում այս պահին թուրքերի եւ հավաքական Եվրոպայի այս պահին երկրորդը թուրքերին էս թուրքերի ոչ թե Ադրբեջանի թուրքերի Ադրբեջանը նրանց բանն է էլի սուզերեն սատելիտը այն որ գնաց գիրքը վեկալավ դրեց դոշին այդ օրվանից դարձավ Էրդողանի խորտ կրծեր դուք արդեն կարա կարգավիճակը դուք որոշեք լավ շարունակենք իհարկե դա կա իհարկե մենք ունենք խնդիր բայց այնպես չի, որ հայկական հասարակությունը կիսամեռած վիճակում է եւ համակերպվել է։ Բոլոր սոցիոլոգիական հարցումներով հայկական հասարակությունը չի համակերպվել Արցախի հանձնման հետ։ Եվ այս հայ-ադրբեջանական թնջուկը ինքը հենց Արցախի շուրջ է։ Արցախով է առաջացել։ 88-ի շարժումով է առաջացել։ Եռաբլուրի 88-ի շարժման արդյունք է։ Մեր հաղթանակի արդյունք է, այլ նաեւ պարտության արդյունք է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական պայմանագիր է կնքում կամ գոնե փորձում կնքել, ունդեղ Արցախ բառ չկա, դա պայմանագիր չի։ Արցախահայերի շահեր չկան, դա պայմանագիր չի։ Ես հասկանում եմ ձեր հարցը ուր եք ուղղում։
Ես չեմ այն մարդը, դժբախտաբար, չունեմ այդ ռեսուրսը, չունեմ այդ ուժը միայնակ, որ կարողանամ Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Եվ պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մարդ եւ որևէ ուժ, որը միայնակ կարող է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Հետևաբար, սրա հեռացնելու ձևը ազգային մտածելակերպ ունեցողների բաց ծրագրով դուրս գալու։ Շարմազանով, այնքան լավ թեմա բացեցի, գայթակղությունս բան չի անում։ Ես որպես կանոն փորձեմ դուրս մնալ այս պոլեմիկայից, բայց այնուամենայնիվ Հայաստանում չկա մի ուժ, որը միայնակ կարող է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանով։ Ճիշտ է, սա մեկ իրականություն։ Հայաստանի երկու խոշոր ընդդիմադիր բևեռները այսօր զբաղված են ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համատեղ ծրագրեր քննարկելով, այլ զբաղված են միմյանց մեղադրելով Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ։ Քոչարյանի կողմնակիցները մեղադրում են Հանրապետականին Նիկոլ Փաշինյանը, բայց մասնապես Սերժ Սարգսյանին։ Հանրապետականի կողմնակիցները ասում են, չէ, դուք եք բերել Սերժ Նիկոլ Փաշինյանին։ Ես այս կալամբուրի մեջ ուզում եմ հասկանալ, որտեղ մնաց Փաշինյանին հեռացնելու օրակարգը։ Փաշինյանին հեռացնելու օրակարգը մեր համար առաջնայինն է եւ միակն է։ Եվ մեկ անգամ չէ մենք դրա մասին խոսել ենք։ Դրա մասին խոսել է եւ նախագահ Սարգսյանը 21 թվականի Չէ, հիմա այս համագումարի ավարտում հարց տվել եք 5 րոպե տվեք սաղ ասեմ։ Համագումարի ընթացքում դրա մասին անցյալ 1 տարվա ընթացքում 15-ից 16 հարցազրույց է տվել նախագահ Սարգսյանը հրապարակային ու ոչ միայն ընտրված ԶԼՄ-ներին, այլ բոլոր ԶԼՄ-ներին, այդ թվում նաեւ այն ԶԼՄ-ներին, ովքեր բարյացակամ չեն վերաբերվում թե հանրապետականին, թե նախագահ Սարգսյանին, բոլոր սուր հարցերին պատասխանել է եւ մենք հստակ նշել ենք, որ այո, մեր թիվ 1 օրակարգը Նիկոլի հեռացումն է։ Եվ այդպես էլ կա, մեր հանրապետականի օրակարգում բան չկա։ Հանրապետականը համամիտ չեմ են գնահատականի հետ, որ երկու խոշոր ուժերի մեջ է, բևեռների մեջ է գնում, որովհետեւ Հայաստան դաշինքի մի մեծ հատված այդ վատ քարոշչության մեջ չի մտել։ Դաշնակցության մասին եք Դե խոսում։ մի ես անունը դուք ասեցիք։ Չի մտել։ Երկրորդ, ինչի մասին ուզում խոսեմ, այս կինոն մենք չենք սկսել։ Մենք մշտապես ասել ենք, որ մենք պետք է ունենանք 1 օրակարգ, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Բայց մենք չենք կարող անվերջ լռել, երբ որ մեզ մեղադրում են մի բանի մասին, եւ մեր գրպանը փորձում ենք գցել մի բան, որի շատ դեպքերում հեղինակը իրենք են եղել։ Չենք կարող ուղղակի։ Սա պատմությունն է մեզ, եւ սերունդները եւ պատմությունը դա մեզ չի ների։ Նաեւ մեր կուսակիցները եւ մեր հետևորդները մարտի 18 թվականին միակ ընդդիմադիր հանրապետականին 60000 ձայն են տվել։ Այսինքն 60000 ձայնը դեռ 18 թվականին, որ Շարմազանովի Նաշոյանին ձայն են տվել, այսինքն մենք մեկ-մեկ լռելով ուզում ենք ասենք, որ այո, մենք ենք բերել Նիկոլ Փաշինյանին 18 թվականի դեպքերի մասին։ Մենք շատ հստակ մեր կարծիքը չի փոխվել։ 18 թվականին տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, աշխարհաքաղաքական կենտրոնների ներգրավվածությամբ, դրա մասին խոսել է նաև թուրքական կենտրոնների, Իլհամ Ալիևը շատ հստակ ասել է, որ նաև ինքը եւ Ադրբեջան պետությունը ունեցել է լուրջ ներդրում Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացնելու գործում, եւ նաև այս գործում իր դերակատարումներ ունեցել, նպաստել նաև այն քաղաքական ուժերն ու դերակատարները, ովքեր 10 տարի շարունակ ցեղ, չեմ ասում, քննադատություն, առողջ քննադատությունը դա նորմալ բան է, սուր քննադատությունը դա նորմալ բան է, նույնիսկ օգնում է եւ պետությանը եւ իշխանությանը, ցեղ, կեղծիկ, լուտակ են թափել Սերժ Սարգսյանի ու հանրապետականի վրա։ Եվ բոլորը շատ լավ հիշում ենք, ապրիլի 23-ից առաջ ու հետո ով իրեն ոնց է պահել։ Եվ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միակ ուժն է եղել, որը չի ողջունել այդ հեղափոխություն կոչվածը, որը չի գնացել ավարտեմ, հերթով գալիս ասում եմ։ Գոնե դրա համար ասեք սխալ ենք։ Ասում եմ, հերթով ասում եմ։ Գոնե դրա համար ասեք սխալ ենք։ Անգամ ասած 5 րոպե տվեք խոսում, չէ՞, շատ կարևոր բան է։ Տեսեք, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Այդ պորտկումի արդյունքում ես ասել ենք, ինչու դեմ ապրիլի 24 էր, քաղաքացիական բախումներից խուսափելու Ադրբեջանի հարձակման վտանգ կար, ինքը հրաժարական տվեց, կրկնում եմ, մի օգուտ Կարեն Կարապետյանի։ Իրավիճակը շատ բարդ էր, բայց դրանից հետո հանրապետական կուսակցությունը որոշել է, որ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։ Կարեն Կարապետյանը հետո չառաջադրվեց սուբյեկտիվ օբյեկտիվ պատճառներով, եթե կարիք կհամարի ինքը դրա մասին թող խոսի։ Մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Պլյուս Աղվան Վարդայան։ Ես արդեն մարդեմ ճիշտ եմ ասում։ 55 падգամավորներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին։ Դա տեղի է ունեցել հանրապետական ֆրակցիա եւ գործադիր մարմնի համատեղ նիստից հետո, որտեղ Սերժ Սարգսյանը ուղակի հորդորել է, խնդրել է իր հանրապետական գործընկերներին դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին եւ թույլ չտալ, որ նա դառնա վարչապետ։ Դրանով մենք ունեցել ենք նաեւ մեկ նպատակ՝
մեկ շաբաթ ժամանակ շահելու, որպեսզի այլ քաղաքական դերակատարներին, նաև նրանց, ովքեր որ այսօր մեզ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, առաջադրվել նոր տեխնացու բերել, որպեսզի մայիսի 8-ին ընտրենք իրենց առաջադրած տեխնացուին։ Ինչու որովհետև հանրապետականի երկու տեխնացուները Սերժ Սարգսյանի մերժել են, Կարեն Կարապետյանը հետո չառաջադրվեց։ Ինչ եղավ դրանից 2 օր հետո։ Դրանից 2 օր հետո падգամավորների 1/3-ի ստորագրությամբ, որտեղ պարզա, բացի հանրապետականից կային բոլոր ֆրակցիաների անուն ազգանունները, մարդիկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ոչինչ չէ մնում, նախ քաղաքական թիմը, ես, Աշոտյան Արմենը, Արփինեն, Վահրամ Բաղդասարյանը, բոլորը դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, ավելին, եթե հիշում եք, ես նաև հրապարակային ասեցի, եթե կարիք լինի, ասենք որոշում լինի, որ ես պետք է կողմ քվեարկեմ, ես իմ մանդատը կդնեմ, բայց Նիկոլ Փաշինյանին դեմ չեմ քվեարկի։ Սա թաքուն զրույց չի, կողմ չեմ քվեարկի։ Հա, կողմ չեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին, ասեմ, ես մանդատս կդնեմ, ու այդպեսին շատ են եղել։ Բայց Արմենն ա եղել եւ Արփին բոլորը, մի ավարտեմ։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանի արդեն փողոցային իրավիճակը ոչ մետրո չէր աշխատում, զվարթություն տնավականը չէր աշխատում, կատվածար էր, իշխանություն գոյություն չուներ, քաոս էր, այդ ժամանակը շանտաժի արդյունքում հանրապետականները միակ տարբերակը, որպեսզի գոնե լինի վատ իշխանություն, այլ ոչ թե քաոս, ստիպված այդ 10 ձենը տվեցին։ Հիմա հանրապետականի կարծիքը շատ հստակ ա եղել։ Վահրամ Բաղդասարյանը այդ ժամանակ նույնիսկ մայիսի 8-ի ընտրության ժամանակ շատ հստակ ասեց մենք մնում ենք մեր կարծիքին, բայց որպեսզի երկիրը չմտնի քաղաքացիական բախումների, քաոսի մեջ, կար նաև արտաքին վտանգ Ադրբեջանի կողմից հարձակման, մենք չգնացինք դրան եւ տալիս ենք այդ 10 ձայնը։ Հիմա գամ հունիսին ես խոսեցի, շատ հստակ, ասեցի, որ 18 թվականի իշխանափոխությունը եղել է արտաքին ուժերի ճնշման եւ շանտաժի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ես իմ գնահատականը տվել եմ։ Հիմա տեսնենք ով ինչպեսի գնահատական է տվել։ Մինչև ով ինչպեսի գնահատական տալը։ Եթե հանրապետականը, ախր ես հասկանում եմ, որ մենք զբաղված ենք մի բանով, որը ոչ մի օգուտ չի տալիս այլևս, որովհետև այլ իրականություն ենք ապրում։ Բայց այնուամենայնիվ հարցն եմ, հա, քան ես Եթե հանրապետականը այդ ժամանակ այդ 8-10 ձայնը չէր տալիս, 40 օր Հայաստանում իշխանություն չէր ելնում, 40 օր։ Լավ, ինչի՞ չէր լինում, վարչապետի ԺՊ։ Ով է, վարչապետի ԺՊ-ն հրաժարվել է առաջով, ասենք վարչապետի Նիկոլ Արիևես իշխանությունը փողոցի ձեռն էր։ Մոռացել եք, զվարթոց օդանավական չէր աշխատում, ոչ մի բան, պաշտպանության նախարարի ճամփեն էին փակում։ Մորը մի հատ հետ գնացեք այդ ժամանակ, իշխանություն չկար այլևս այդ ժամանակաշրջանում։ 40 օր Ադրբեջանը հարձակվում էր, ով էր կառավարելու այդ պատերազմը։ Ով էր կառավարելու։ 20 թվին ով կառավարեց, որ այդ ժամանակ։ Չէ, ով էր կառավարելու։ Սա եմ ուզում ասեմ։ Հիմա ուզում եմ շատ կարևոր բան ասեմ։ Մենք սա լավ հիշում ենք ով ինչպես է, ինչ կարծիք արտահայտել, բան ոնց է ասել։ Ուզում եմ մի բան ասեմ, էլի, որտեղ ես իմ կարծիքը հունիսին 18 թվականի ասել եմ։ Ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը դա բերելու է Հայաստանի համար շատ վատ հետևանքների։ Եվ առաջին իսկ օրվանից հանրապետականը քննադատել է եւ դեմակ եղել։ Հիմա ուզում եմ կարդամ մի հատ այս գրվել է հունիսի 20-ին 18 թվականին, կարդանք, հետո կորոշենք։ Փաշինյանը արդեն վարչապետ է։ Փաշինյանը արդեն 2 ամիսա վարչապետ է շուրջ, Սերժ Սարգսյանը 2 ամիսա արդեն վարչապետ չի։ Մեջբերում եմ։ Ամեն ինչ սկսվեց Սերժ Սարգսյանի վարչապետի աթոռը զբաղեցնելու խանգարելու փորձերից։ Այդ շարժման ոգեշնչողն ու առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, ոգեշնչողն ու առաջնորդը։ Պետք է արժանին մատուցել։ Այստեղ երևի բուրըն ծափահարություններ։ Արտակարգ համառություն դրսևորելով եւ ընտրելով իշխանություններին դիմակայելու ճիշտ ձևեր, նա ոչ մեծ ու հանրության անհայտ թիմով կարողացավ հասնել ապշեցուցիչ հաջողության։ Տարօրինակ ու շատերի համար միանգամայն անսպասելի բան կատարվեց։ Հասարակությունը հանկարծ արթնացավ քաղաքական լեթարգիայից։ Միասնական պորտկումով մարդկանց հսկա զանգվածներ ելան փողոց, որպեսզի էքս-նախագահին թույլ չտան նստելու վարչապետի աթոռին։ Բողոքավոր շարժումը իսկապես զանգվածային դարձավ, ընդ որում առաջատար դեր էր խաղում երիտասարդությունը, որը նախկինում առանձնակի հետաքրքրություն չէր ցուցաբերում քաղաքականության հանդեպ։ Սոցիալական ցանցերը վերածվեցին մարդկաց մեծ զանգվածների համակարգման եւ ներդաշնակման կարևորագույն գործիքի։ Փակված փողոցներն ու մարդկանց փողոց դուրս գալու հետևանքով կատվածահար եղած մայրաքաղաքը Սերժ Սարգսյանին
ստիպեցին հրաժարական տալ վարչապետ ընտրվելուց ընդամենը 6 օր անց։ Բողոքի շարունակվող զանգվածային գործողություններով, մեծացնելով ճնշումն իշխանության վրա, խորհրդարանում ընդամենը 9 մանդատ ունեցող ընդդիմությունը հասավ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրելուն։ Մեջբերման ավարտ։ Հիմա ես մի հատ հարց տամ էլի ձեզ, օրինակ ըստ ձեզ սա ով է ասել, Այդմոն Մարուքյանը, Ալեն Սիմոնյանը, Արադ Միրզոյանը, Արամ Սարգսյանը, Ռուբեն Հակոբյանը։ Եթե այս տեքստը շատ կարճ լիներ, այլ ոչ թե այսքան, որոշ տողեր ինձ նմանեցնում են Հանրապետության առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ոճին, ոչ բովանդակությանը, բայց ոճին, լեթարգիայից արտանալ եւ այլն եւ այլն։ Բայց այդ տեքստը շատ կարճ լիներ, որովհետեւ առաջին նախագահը ավելի կարճ է։ Բայց առաջին նախագահը հիշեք, որ Լևոն Զուրայբյանին դեռ ապրիլի 23-ին ասել էր, որ այն որ գնացել են շնորհավորելու, ասել էր մի ուրախացիք, պետության հերը անիծվում է։ Ես գիտեմ Նիկոլնովա։ Իսկ հունիսի 20-ին է գրված 18 թվականին։ Եթե առաջին նախագահը չի, չգիտեմ ով։ Իսկ անդիմադիր գործիչ է, չէ՞։ Մարդ, ենթադրում եք մարդ, որը որ ողջունում է։ Վերջը բացեք, ողջունում է, չէ՞, ասում արժանիմ տեսեք, ասում արժանիմ մատուցել Նիկոլին, արժանիմ մատուցել։ Ասում ապշեցուցիչ հաջողության հասնել։ Դա օբյեկտիվ վերլուծաբան է լինի, չգիտեմ, ասում ճիշտ ձևեր ընտրել, ճիշտ ձևը ո՞րն է։ Այսինքն խաղապար օբյեկտիվ վերլուծաբան կարողանա, չէ, ասեմ էլի։ Ճիշտ ձևեր ընտրել, ճիշտ ձևը ո՞րն է իշխանափոխության հասնելու ճիշտ ձևեր։ Այսինքն ըստ ձեզ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապուն հանելը ճիշտ ձև է։ Խաղաղապահ զորագանունի միտինգի դուրս գալը ճիշտ ձև է։ Պաշտպանության նախարարի ճանապարհը փակելը ճիշտ ձև է։ Հանրապետական падգամավորների համարները տարածելը ճիշտ ձև է։ Աշոտյանը եւ իմ դագաղները եւ սև լենտերը տարածելը ճիշտ ձև է։ Հանրապետական падգամավորների նկատմամբ հոգեբանական տերորի, ընտանիքների երեխաների նկատմամբ ճիշտ ձև է։ Եվ ամենակարևորը այստեղ ասվում է, որ ոչ թե Սերժ Սարգսյանը հանձնել է իշխանությունը, այլ փողոցներն ու մարդկանց փողոց դուրս գալու հետևանքով կատվածահաս եղած մայրաքաղաքը Սերժ Սարգսյանին ստիպում են հրաժարական տալ։ Այդ վերջինը ի՞նչն է սխալ։ Չէ, սխալ չի, բայց մի շատերը ասում են տվել է, չէ՞, իշխանությունն էլ ասում։ Հա։ Գիտեք ով այս խոսքերի հեղինակը։ Դա միտամիծ է, ինչպես ասում են ռուսները, ով է։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ո, հրապարակային ելույթ։ Հրապարակային իր գրքից H540։ Okay։ Գիրք H540 հունիսի 20։ Այսինքն, այն մարդիկ, երկրորդ նախագահի կողմնակիցները, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանի այսպես ասած ճակերտավոր հեղափոխությունը անվանում են չարիք եւ մեզ մեղադրում են Նիկոլի վրա չկրակելու, ժողովրդի վրա չկրակելու, իշխանությունը չպահելու մեջ, հələ տեսեք այսինչ բառեր են ասում։ Արժանին պետք է մատուցել։ Ոգեշնչողը Նիկոլ Փաշինյանն էր։ Դա ապշեցուցիչ հաջողություն էր։ Ես գիտեմ արժանին պետք է մատուցել Արցախ ազատագրած հերոսներին, Եռաբլուրի հերոսներին, ինչ-որ մի հատ ժողովրդական բարձր արտիստին, Արամ Խաչատրյանին օրինակ, էլի, բայց Նիկոլին ինչին արժանին մատուցել։ Կամ հանրությունը ասում արտացավ քաղաքական, ինքը որպես դրական բան է ներկա։ Դա որ ասել Ալեն Սիմոնյանը կհասկանայի։ Ասում արտացավ քաղաքական լեթարգիայից։ Հասկանում ես։ Երկու հայկական պետություն ենք ունեցել դի քաղաքական լեթարգիա, Նիկոլն եկավ, արտացեց ժողովրդին լեթարգիայից։ Հասկանում եք։ Էլ չեմ ասում է ճիշտ ձևեր։ Ճիշտ ձևը ո՞րն է կրկնեցի։ Խաղաղապահների դուրս գալը փողոց դա ճիշտ ձև է։ Ռոբերտ Աբաջյանի կես պապին փողոց անելը ճիշտ ձև է։ Մանկահասակ երեխաներին փողոց անել եւ սարքել քաղաքական գործիք ճիշտ ձև է։ Ատելություն քարոզելն ու դագաղներ բերելը ճիշտ ձև է։ Իրանք մեզ հորդորում են փաստերով պատասխանել։ Ասում են գնացեք գիրքը կարդացին, գնացին կարդացին ժողովուրդ ջան։ Կարդացինք, երկրորդ նախագահն էլ, իր թիմն էլ, մեզ առաջարկում են այնտեղ ինչ ասում եք գնացեք գիրքը կարդացել ենք 546։ Պարոն Շարմազան, բայց դուք հասկանում եք, չէ՞ որ դարոգը Նիվկուդա է։ Չէ, Նիվկուդա չի, ես փաստ եմ ներկայացնում։ Ասում են դուք եք տվել, դուք եք բերել, մենք էլ փաստ ենք ներկայացնում։ Չէ, պոլեմիկան եմ ասում։ Սա պոլեմիկա չի։ Այս դիսկուրսը։ Նարեկ ջան, եթե քեզ մեղադրում է իմ համար նիկոլաբերությունը, հավասար է հայրենիքին հանձնելուն, հասկանում ես։ Եթե իմ համար քաղաքական գործիչը ավելի մեծ մեղք չի կարող անել, քան Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության նպատակային։ Ու երբ որ ինձ Էդուարդ Շարմազանովից, որը ունի բազում սխալներ, բազում մեղքեր, այդ թվում նաև հանրապետական կուսակցություն, այդ թվում նաև մեր նախագահան, իդեպ մեր մեղքերի մասին շատ ենք խոսել, բազմաթիվ անգամներ ենք խոսել, մեղադրում են նիկոլաբերության մեջ մարդիկ, ովքեր
Հեղափոխություն կոչվածից, Սերժ Սարգսյանի հրաժարականից դեռ 2 ամիս հետո սենց բաներ են խոսել կամ նրա կողմնակիցները։ Իսկ դուք պատկերացնում եք ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ ինչ հիացական բաներ են խոսել։ Ու այդ մարդիկ, ովքեր որ ողջունել եք, Աստված ձեզ հետ։ Բայց ձեր կերած բողկերը մեր գրպանը մի գցեք։ Այո, մենք ունեցել ենք սխալներ։ Իհարկե նաև մեր սխալների արդյունքում ա եղել այդ չարաբաստիկ հեղափոխություն կոչվածը։ Եվ մենք այս սխալների մասին խոսել ենք։ Մենք մեր սխալների մասին խոսել ենք մի ամբողջ համագումար։ Սերժ Սարգսյանը մի ամբողջ համագումար խոսել է հանրապետականի սխալներից։ Ձեզ, Աշոտյան Արմենը, մեր ընկերները, Զաքարյան Արտակը մի ամբողջ շրջան խոսել ենք, իհարկե մենք ունենք սխալներ։ Բազմաթիվ սխալներ։ Բայց այդ որ մեր սխալները ցույց տվողները իրանց աչքի գերանը տեսել են, իսկ սրա մասին ով պետք է խոսա։ Սրա մասին։ Երբ որ հունիսի 20-ին 18 թվականին սենց հիացական տոնով խոսվում է Սերժ Սարգսյանի հրաժարական պարտադրելու, ժողովրդի լեթարգիական քնից արտանալու եւ արժանի մատուցելու մասին։ Ինչպես ասում են մի շատ խելացի մարդ եւ իմաստուն, մի ասեք մեր մասին սուտը, որ մենք չասենք ձեր մասին ճիշտ փաստեր։ Սա է խնդիրը, եւ ուզում եմ եւս մեկ անգամ նշել, Հայաստանի Հանրապետական Կուսակցության օրակարգում կա մեկ հարց գլոբալ, այս հակապետական ռեժիմի հեռացումը, բայց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը ֆուտբոլի գնդակ չի, որ ով ոնց ուզի տշի ու մենք ձեն չհանենք։ Հանրապետականը 18 թվականին է 3 միլիոնին դեմ գնացել։ Այն որ գրում եք 3 միլիոն ընդդեմ 55-ի, Հանրապետականը եւ այսօր քաղբանտարկալ Արմեն Աշոտյանն էլ, ու մենք էլ մեր ֆրակցիան դրա մեջ ենք եղել։ Ու մենք թույլ չենք տա, որ Հանրապետականին սարքենք հավության նոխաս։ Հարցերի հարցը մնում է այս պարագայում նորից այս ամբողջը լսելուց հետո ինչ պետք է արվի, որպեսզի կասեցվի այս ցախող ընթացքը։ Պետք է բոլոր նրանք, ում համար ոչ թե իշխանության վերադարձը կամ իշխանության գալը գերխնդիր է, այլ իշխանափոխությունն է գերխնդիր, խելքի տան, ռեալ ծրագիր ներկայացնեն, աշխատեն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եւ փորձեն կանգնեցնել Հայաստանի գահավիժումը։ Չնայած Նապոլեոնն ասում էր, անհնար է կանգ առնել գահավիժման ժամանակ, բայց կյանքը ցույց է տվել եւ պատմությունը, որ հաճելի բացառություններ լինում։ Դե Բոնապարտն նաև ասում են նետվենք մարտի հետո գերեվա։ Վերջին հարցը ու փակենք մեր հաղորդումը Գյումրիի ընտրությունների հետ կապված քաղաքական վերլուծությունները եւ սպասումները թերև դեմ կարծիքները բավական շատ են։ Կա մի որոշ հատված մարդկանց վերլուծաբանների, ակտիվ քաղաքացիներ, որոնք մտածում են, որ Գյումրիում ընդդիմության կամ ոչ իշխանական հատվածի, այսպես ասենք, հաղթանակը կարող է ունենալ համապետական էֆեկտ։ Դուք վերջը ասում եք 4 անգամ շարժումների եք մասնակցել, արդեն ընդդիմադերի փողոցային ընդդիմադերի փորձառություն եք ձեռք բերել։ Կա այդ համապետական էֆեկտի բանը, այսպես հոտը, հա, ատելությունը իշխանության նկատմամբ, ատելությունը այս թրկահապատակ քաղաքականությունից այնքան շատ է, որ ցանկացած կայծ, այո, կարող է հանգեցնել մեծ ընդդիմադիր եւ համահայկական շարժման։ Իհարկե, դա կլինի Գյումրիի ընտրությունը, թե մեկ այլ կայծ, բայց կացան եռում է եւ կայծը կարող է անսպասելին այստեղից լինի, ինչպես օրինակ, ես 1 տարի առաջ մենք խոսում էինք, երբ որ Սրբազանի շարժումը սկսում էր, ես չէի տեսնում, որ հանրությունը պատրաստ է փողոց։ Երբ խոսել ենք այդ։ Այո, բայց դուրս եկավ, չէ՞։ Ամբողջ հրապարակը լսվեց։ Այդ դժգո քաղաքացիները չեն կորել, նրանք Հայաստանում են, նրանք ավելացել են։ Ամեն տարի, ամեն ամիս Նիկոլից դժգոհ քաղաքացիների քանակը ավելանում է։ Հետևաբար մենք ամեն մեկս, կրկնում եմ, պահպանելով մեր ինքնությունը, մեր ձևը, մեր ինքնուրույնությունը, մեր սկզբունքները, վերմակը մեր վրա չպետք է քաշենք։ Պետք է պայքարենք իշխանափոխության հասնելու համար, ոչ թե իշխանություն գալու։ Պարզա, Հա, բայց դա էլ է մի ծայրահեղություն, այ պարոն Շարմազանov, ասում ես գանք իշխանափոխություն անենք, ոչ թե իշխանության գանք։ Հիմա ես Հայաստանի Հանրապետության միջին վիճակական քաղաքացի եմ։ Անկեղծորեն, այսինքն լրիվ հիմա իմ կարծիքն եմ արտահայտում։ Պետք է Հայաստանում իշխանափոխություն, այո, պետք է իշխանափոխությանը երկրորդ քայլ, միանշանակ այո, որտեղ ես վախենում եմ անձրևի տակից դուրս գամ, կարկուի տակ ընկնեմ։ Տես, մենք դրա մասին չենք խոսում, չենք ասում մի պոպուլիզմին փոխենք, մյուս պոպուլիստը գա։
Այսինքն միայն իշխանափոխությունը օրակարգ չի, էլի։ Իհարկե, չէ, առաջինը քայլն է, գլխավոր քայլը իշխանափոխությունն է, դրանից հետո պատրաստվել հերթական ընտրություններին եւ ժողովրդավարական նորմալ ընտրությունների արդյունքում ձևավորել նորմալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Այդ ընթացքում երկում պայել կայունություն ու անվտանգություն, եւ փորձել կարճատև ժամանակավոր կառավարությունը, նույնքը ժամանակավորը վատ բառ է, Կերենսկու հետ ասոցիացիա բերում, այսինքն անցումային կամ ճգնաժամային կառավարությունը համալրել այնպիսի պրոֆեսիոնալ կադրերով, որոնք եղել են 30 տարի մեր երկրում, կապ չունի որ կուսակցությունից, կարևորը պետական ու ազգային մտածողությունն է։ Իսկ այդպիսի գործիչներ կան եւ Տեր-Պետրոսյանի եւ երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի եւ դաշնակցությունում եւ հանրապետականում եւ նորաստեղծ կուսակցություններում իհարկե կան։ Մնում մենակ այդքանը կարողանանք անել։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ազգային ժողովի փոխնախագահ, նախկին ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը։